Այսինքն խոհանոց կա, խոհարար կա, թե աշխատողները իրանց հետ ուտելիքներ են։ Ստեղ պրիվա համակարգը, որը կառավարվում է։ Բերքը այն բանով քշում են, կապում են իրար, բերում են փաթեթավորում ունա, էլի։ Դեմը հաստոցել են կոլանդացի։ Իսկ քաղելուց հետո բերքը ինչքան կմնա, որ ասենք փչանալու վիճակին 48 տարի, դրա համար ենք դիպարան։ Դուք պահեք 40 օր։ Սառնարանով գնա հասնի 40 օր մնա ինքը։ Պլյուս 7-ից նաշճան ջերմաշճան ռեժիմ։ Հիմա մենք ստեն ենք, բերում ենք շոկին համարը, իրան սառասում, եթե մենք դնենք հատերները, կանդիսատ անում բոլբոսում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Դեռ փողում ենք սառում, հիմա ձեռքով ենք։ Այսինքն սառնարան չեք դնում, կանդիցիաներով եք սառացնում։ Չէ, հիմա ստեղ ջերմաշճանը 15 պահում ենք, բերքը սառում է, նոր ուղարկով եք պահում, մտնում է սառնարան հենա սառնարան։ Հա, սառնարան ունի։ Որ սառնարանից մեքենան արդեն։ Շատ լավ։ Հիմա ուրեմն ձեռքով ենք անում, բայց հաստոցը մանրախտում ու հաստոց Դες պալետավորվում է, դες հիմա տեղի շուտ է, պալետավորումը կշռվում է, հետո դες մինացում։ Մտնում է սառնարան, նոր ենք պետք հավաքում, սառնարան, հետո մեքենա։ Սա այս տարվա թփերն են, որը դրել եք։ Էսի նոր հիմա այսքան օր է, որ արդեն պետք հավաքում եք։ Չէ, բայց իրա ինչ չափով եք տեղադրում։ Ինքը Իրան այս չես փոքր Հա, նկատի ունեմ այս թփերը երբ է դրվել։ Նոյեմբերի վերջ։ Հա։ Նոյեմբերի վերջին ցանկը։ Մինչև նոյեմբեր բերք կտա։ Նոյեմբեր մենք բերք ենք ունեցել անցած տարվանը, երբ որ ավարտվել է։ Ընթացքում արդեն հանել ենք անցած տարվա ամբողջը դատարկվել է ջերմատունը, նորից ցանկը կատարելուց հետո սածիլը ըստ համապատասխան չափի տեղադրվել է։ Իսկ հիմա արդեն բան է մուրաբա ջեմը կդնեք արդեն արտադրանքի, թե դեռ հələ փորձարկում եք։ Չէ, փորձարկում ենք։ Մենք պատվիրում ենք գործարանին, մեր համար, մեր պատվիրով գործարանը ենք փակում, տալիս են մեզի։ Իսկ տեղ թե դրսում։ Չէ, ստեղ։ Հա։ Ամերիկայի ուղարկել լավ ռեզուլտատներ ենք ստացել, կարող է 500 խանութանոցից հետ կամ Հոյակապ կլինի։ Ինքը օրիգինալ բան է։ Հոյակապ։ շատ օրիգինալ բան է։ Ստեյքերի Դա միսը։ Ամերիկայի։ Բայց կծու։ Բան չի քաղցրից չեք սարքում։ Քաղցրը կծու է։ Ինք կծու մուրաբա է ստացվում։ Կծու մուրաբա, կծու ջեմ։ Տոքսկիրը։ Հա, շատ տպավորիչ է, շատ։ Սանդերցարաններն է, քշել։ Նորմալ է ընդհանուր ընկերության վիճակը լավ է։ Աշխատում ենք օրը գիշեր։ Դե աշխատանքը դե առանց աշխատանքի ոչ մի դեպքում Պետք է ավելանանք որ ինքնարժեքի համար իջացնելու էլի։ Էսի դերիվացիոնն է, դերիվատորը Իսկ ջուրը որտեղից եք Ջուրը վերցնում։ հիմա վիոլան մեկ է բանի ֆիլտրացիոն ուզում ենք դրել, ռոբոտման ջուրը ֆիլտրացնենք։ Էդ էլ պարտանյութերն է լցնում եք մեջ։ Գալիս է ստեղ խառնում են։ Էկոնոմն է համակարգով ջրում են տալիս։ Նայած եղանակից էլի։ Հատուկ պարտանյութերով ինքը արդեն սնդար հեղուկ այստեղ սարքում ենք առանձին բակերի միջոցով, արդեն միքսեր բակի մեջ խառնվում է, արդեն այդ սնդար հեղուկը գնում է ինչը որ պետք է բույսերին, գնում է հասնում է իրան։ Իսկ ներեք դուք որտեղ եք մասնագիտությունը ստացել։ Ես ագրային համալսարանում եմ ավարտել, դրանից հետո անմիջապես գնացել եմ Սպայկայում եմ աշխատել, հետո տեղափոխվել ենք արդեն այստեղ եմ։ Այսինքն լրացուցիչ կրթություն չեք ստացել։ Չէ, մենակ ագրային համալսարանում։ Դե հիմնականում պրակտիկայում ոնց որ տեսական գիտելիքները վեր ենք ածել պրակտիկայով։ Շատ լավ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Էս Սատիլի համար մենք մեր ձևերով ստացել ենք սատիլը վերը պայստավորում ենք։ Սա ինչ է։ Դա կարծրատում է։ Ընդհանուր տաքացման համար։ Սկացան է։ Ահա։
Հետո էկոլոգիստի բանը նույն դեպրոցները գնում են Գազը գնում է մենք Աշխատանքն է CO2 գազը։ CO2 գազը։ վերադարձնում ենք բան էկոլոգիայի պետք է դա։ Շատ կարևոր է սա։ Վերադարձնում ենք ինքնաշնչում։ Այսինքն վերադասում եք թփերին ձեր։ Առուների տակը սենց շլանգներով ինքը օդը տալիս է։ Դա Դա նպաստում է էլի համաճի, զարգացման փոսի։ Մենք ավելանանք տեսականներ լոլիկել ենք։ դե հիմա ծրագրերի աջակցության ծրագրերը հասանել են, չէ՞ ձեզ։ Հա։ Մենք հիմա Իհարկե։ Արդեն ինչքան ժամանակում, այսինքն մեր հաստատուն մեր այդ ուղղությամբ աջակցության ծրագրերը ռեալ աշխատող ծրագրեր են, Ո՞վ արժեքդ նաև երբ մենք սահմանեցին որ աջակցում ենք ոչ միայն փոքր ջերմականային այլև մեծերին եւ մեծեր ասելով սահմանափակումը ավելի մեծացրեցին մինչև 15 միլիարդ դրամ իհարկե տարբեր տոկոս դրույթներով ենք աջակցությունը բաժանված մինչև 3 միլիարդ 3-ից 9-ից 15 բայց դա մեծ խթան հանդիսացավ դե հիմա պետք է նայենք, պրակտիկ զգում որովհետև մեր քաղաքականությունը ինչը պետք է լինի, ովքեր արձագանքում են, մենք էլ իրանց պետք է արձագանքենք, որովհետև մեր աջակցության ծրագրերի մեջ ինչ խնդրեմ կա հաճախ լինի, նույն խեցգետինը, ասենք կա միջև մի հատ թե երկու հատ հայտ ունենք, չէ՞։ պրակտիկ արտադրություն չունենք, հայտերն են, Չէ, որովհետև տեսեք, ինչի համար եմ ասում, մենք սահմանամերձի ծրագրից հասկացանք, որ մարդիկ միջև հնարավորությունը, այսպես ասած, մարսում են, ինքը ժամանակ է անցնում։ Դրա համար մի տարի, 2 տարի է բանը, խեցգետնի, թե մի տարի է, 2 տարի է խեցգետնի ծրագիրը, տենց գաղափար կա, որ փակենք, բայց ես ասացի չէ, եկեք պահենք, որ նախ դա ակնհայտ է, որ Հայաստանի համար հնարավորություն է, եւ Հայաստանը ժամանակին Սևանում, երբ որ լիքն էր խեցգետինը, մեծ բիզնես ձևավորվեց խեցգետնի, այսինքն այդ կուլտուրան գոնե նախնական այդ պրիմիտիվ մակարդակի, բայց ձևավորվել է եւ դրա վրա կառուցման հնարավորություն կա։ Եվ այնտեղ որտեղ մեր ծրագրերին արձագանքում են, որովհետեւ շատ դեպքերում մենք այդ խնդիրն ունենք։ Ծրագիրը կա, ծրագրին ենք սպասում։ Ինչքան արձագանք են, մենք էլ պետք է արձագանքենք, որպեսզի տեսեք, հիմա նույն հողերի խոշորացումը, չէ՞։ Մենք ինչքան ծրագրեր ենք անում, բայց ակնհայտ է, որ մասնավորը ավելի էֆեկտիվ է խոշորացնում։ Հիմա հողերի խոշորացման ծրագիրն էլ պետք է ինչ-որ ձևով այդտեղ էլ աջակցության ինչ-որ ծրագրեր անենք, որովհետև պետական մարմնի միջոցով երևի չենք կարելի շատ էֆեկտիվ անենք։ Դրա համար մասնավորը ով որ անում է, ասենք խոշորացնում եք, այդտեղ էլ է պետք է բան անել։ Այսինքն ոչ թե գնանք այն ճանապարհով, որ քննարկում ենք եւ զգում են, որ հորետեսություն կա, հասկանում են փաստարկը, ուրեմն գնանք այս ճանապարհով, մասնավորին ասենք, դուք խոշորացրեք։ Դուք խոշորացրեք, այսինքն մասնավորը ընդ որում կարա մեկը հանդես գա որպես ներդրող, երկրորդ կարող է հանդես գա, որ ինքը խոշորացնում է, վաճառում է եւ գնանք այդ տրամաբանությամբ։ Կարծում եմ լավ Շատ դժվարությամբ քարեր բաներ Բացի պարնիկից ոչ մի բան չէ, բայց առնելուց մի առնում ես երկրորդ օրը մի անգամ բոլորի գները թանկացնում։ Բնականաբար։ Չէ, դա նորմալ է, բա ներդրումը հիմա այս ձեր ներդրումը տանգինն էլ է, տանգնի վրա էլ ազդելու, հողի գնի վրա էլ ազդելու։ Աշխատատեղեր է ստեղծում, մի հեկտար ջերմոցը միջինում 11-ից 12 նոր աշխատատեղ է ստեղծում, այստեղ շուրջ 5 հեկտարին մինչև 40 հոգի ներսում աշխատող են։ Մենք հիմա մի 20-30-ի կարիք։ Այստեղ մոտակա բնակավայրը որն է։ Ավտոբուսներով Նոր Հաջ։ Եղվարդ, Նոր Հաջան ավտոբուսներով տանում բերում են։ Շատ լավ, մարդիկ պատենցիալ քաղաքակիրթ պայմաններում սնվում են։ Հողերն էլ առել ենք, մեծ մաս առել ենք, կոմունիկացիաները բերել ենք, մնում է այս տարի չասել ենք բանկերի հետ հարցը, Շատ լավ։ Եվ երեք էլ ազգային ժողովի տեղական կողքերի վճարների մասին։ Հա, երեք ընդունվեց։ Փոփոխությունը շատ մեծ դերական արձագանք է արել։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Առաջ ուրախ եմ շատ։